Բարեկո Տիկին Կարապետյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավիրելու համար։ Տիկին Կարապետյան, խոսել ենք կարևոր մի թեմայի մասին, որը կարծես նոր մշակույթ է ձևավորվում հասարակության լայն շերտերում, հատկապես այն մարդկանց, որոնք զբաղվում են մարզչական աշխատանքով ու իդեմս այն մարդկանց մենք հատուկ ընտրել ենք ձեզ որպես միջազգային մրցավար, արդեն 20 եւ ավել տարիների մարզչական փորձ ունեցող եւ այլն, բավականին շատ են ձեր տիտղոսները եւ ուզում ենք, որ հենց դուք որպես ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետ խոսեք այս մասին։ Հետեւյալն է թեման։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը ստեղծել է մի իրավիճակ, երբ մարզիչները պետք է հավաստագրվեն, դա ենթադրում է, որ պետք է նրանք անցնեն համապատասխան կրթություն, համապատասխան չափորոշիչներ ունենան, գիտելիքներ, փորձ, նոր կարողանան սկսեն զբաղվել մարզչական գործունեությամբ։ Կցանկանայի խոսեինք այս մասին եւ ասեիք, արդյոք ճիշտ է սա, արդյոք ուշացած է, ուշացած չէ, ինչպիսի խնդիրներ ունի, ինչպիսի խնդիրներ չունի։ Այս մասով ձեր մտահոգություններն ու ինչու՞ չէ նաեւ լավ կողմերը ներկայացնենք, խնդրեմ։ Ուրեմն ամենակարևոր եւ ամենամտահոգող թեման էր ֆիթնես ինդուստրիայում, այսպես ասենք, ֆիթնես մարզիչների վերապատրաստված լինելու, կրթությունը ստուգելու այդ փուլին անցումը, որովհետեւ բավականին երկար տարիներ է ես բարձրաձայնում եմ այս թեման եւ եթերներով եւ սոցիալական կայքերի միջոցով ես փորձել եմ անընդհատ այս թեման ավելի արտի դարձնել եւ փառք վերջերս սայլը տեղից շարժվեց, կրթության եւ գիտության նախարարությունը, կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունը ներողություն եմ խնդրում, ձեռք վերցրեց այս թեման ավելի լրջացնելու, ավելի կարևոր դարձնելու, այո, ֆիթնես ինդուստրիայի զարգացման հետ մեկտեղ շատ կարևոր է ունենալ կիրթ մարզիչներ, որոնք ովքեր ներողություն հանդիսանում են ոլորտի այն ներկայացուցիչները, ում միջոցով մարդ կարող է առողջանալ եւ կարող է տեղի ունենալ հակառակ process, այո, կարող է նա վնասվել, որովհետեւ ի վերջո, եթե մարդը ունի ավելորդ քաշ կամ թեթև ինչ-որ խնդիրներ ըստ իրեն թեթև խնդիրներ, առաջինը գալիս է մարզասրահ, ոչ թե այց է կատարում բժշկի։ Օրինակ նույնիսկ ավելորդ քաշի դեպքում առաջնային օղակ է դառնում մարզասրահը, նույնիսկ թեթև մեջքից հավերի կամ թեթև մեջքս թեքվել է իրենց պատկերացմամբ, թեթև մեջքս թեքվել է խնդիր գտնելու դեպքում գալիս են մարզասրահ։ Ինչ պետք է անի ֆիթնես մարզիչը, որպես առաջնային օղակ իր կիրթ եւ գրագետ լինելու շնորհիվ, նո բանիմացության շնորհիվ, այսպես ասեմ, պետք է կարողանա ճիշտ ուղղորդել մարդուն։ Եվ այստեղ արդեն առաջ է գալիս մարզիչ եւ բժիշկ փոխ համագործակցությունը, որը ի վերջո բերում է լավ արդյունքի, այո, դրական արդյունքի, ի օգուտ մարզվողի եւ ինչ խոսք ի օգուտ ֆիթնես կենտրոնի։ Տեսեք, այսինքն դուք դրական եք գնահատում ԿԳՄՍ նախարարության, գուցե մի փոքր ուշացած, բայց այս որոշումը, որը իսկապես նպաստելու է, որպեսզի հասարակությունը իսկապես վստահությունը տա առողջ մարզչի մոտ գնալու եւ գրագետ ուսյալ մարզչի մոտ գնալու, ոչ թե ուղղակի պարզապես գնան տրենդների հետևից, որ այսինչը մարզիչ է, գնանք եւ գեղեցիկ ֆոտոներ անենք սոցիալական ցանցերում։ Բայց այդուհանդերձ հասարակության մեջ կա այդ մշակույթը, որ թե դեռ նոր է ձևավորվում, որտեղ դուք ոլորտում բազմաթիվ երկար ժամանակ արդեն աշխատում եք, որ այ հաճախորդը կամ քաղաքացին ինքն է ընտրում իր մարզչին, թե ուղղակի պատական գնում են լավ գովազդի հետևից։ Այս մասով ինչպես է ոլորտում։ Աշխատում է բոլոր տարբերակները, գովազդի բոլոր տեսակները, սկսած բերան փոխելու այդ սարաֆանն ռադիո կոչվածը եւ սոցիալական կայքերում մարզչի ինքնագովազդվելու, ինքնապրոպագանդվելու գովազդը, որովհետեւ ինքներս էլ մարզիչներով, նո հին մարզիչներով, այսպես ասած, երբ որ նոր մարզիչների գլուխգործոցները մեղմ ասած տեսնում ենք սոցիալական կայքերում, իրենց կարծիքները այդքան բարձրաձայն, նու ոչ այդքան ճիշտ կարծիքներ, այդքան բարձրաձայն գոռագոչալու սոցիալական կայքերում, մեղմ ասած մենք ուղարկում ենք իրար տարակուսանքով կարող ենք սխալ գիտենք այս բանը։ Այսինքն հավաստագրման գործընթաց այս հարցը լուծում է հիմնովին, որ տրենդային մարդկանց դեմքերի հետևից չեն գնում, գնում են պրոֆեսիոնալ, ուսյալ, կրթություն ունեցող, գոնե անատոմիական մարմնի կառուցվածքի իմացող մարդու մոտ։ Այո, ուղղակի այստեղ խնդրի երկրորդ կողմը գոյություն ունի։
դեռ շատ անհասկանալի մասեր կան, օրենքը ըստ երևույթին ճիշտ է հրամանատարված է, բայց փոփոխման եւ մի փոքր ավելի ճկման եւ շտկումների կարիք ունի, այո, շատ ավելի ճիշտ կլինի ըստ իս երկու տարբերակ ունենք մենք ոլորտը կարգավորելու իմ կարծիքով, դա իմ սեփական կարծիքն է, սուբյեկտիվ կարծիքն է, ուրեմն ամենաառաջինը կրթություն տվող հիմնարկների ստուգումը, կրթություն տվող հիմնարկների դասախոսական անձնակազմի ստուգումը շատ կարևոր է դա եւ կմախ կարկասը, որով պետք է մեր կրթություն տվող հիմնարկը կրթի մեր ապագա ֆիթնես մարզիչներին կամ եղած ֆիթնես մարզիչներին, ովքեր պատրաստվում են ատեստավորման գործընթաց անցնել։ Իսկ կան այդպիսի հարթակներ, այդպիսի միջավայրեր, որոնք կրթում են թեկուզ ոչ ուղիղ դեմ դիմաց, այլ հեռավար on-line տարբերակով։ Ուրեմն կան շատ տարբեր կան, միջազգային ամենահայտնի ֆիթնես կազմակերպությունները, հենց մեկը NESM-ը, տալիս են հեռահար կրթության հնարավորություն, դրանք ֆիթնես ոլորտի գիգանտներն են, ովքեր հենց տալիս են հեռավար կրթություն, ինքս էլ արդեն գրանցվել եմ, դա ամենա high level, ամենաբարձր կետն է, այո, ես ինքս արդեն դիմել եմ, որպեսզի ստանամ NESM-ի վերջնական կրթություն, ֆիթնես կրթություն, բազային կրթություն, եւ դա արվում է միայն հեռահար տարբերակով։ Չկա ստացիոնար, իսկ ԿԳՄՍ նախարարության օրենքում տրված է, որ չի կարելի կրթություն ունենալ միայն հեռավար տարբերակով, այո։ Այստեղ հարցեր են, կարծում եմ շատ փոքր շտկելի հարցեր։ Երկրորդ մասը, ես էլի մտահոգությունս հայտնել եմ այս թեմայով, հայտնվել են շուկայում ինչ-որ կազմակերպություններ, մենեջեր կազմակերպություններ, որոնք մարզիչներին առաջարկում են իրենց ինչ-որ X գումարի դիմաց, ներկայացնել ինչ-որ փաստաթղթերի, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ, որոնք իրենք կներկայացնեն նախարարություն եւ կստանան ֆիթնես մարզչի համար թույլատվություն։ Որը էլի ընկալելի չի։ Ինձ համար, այո, աբսուրդի ժանրից է սա, ինչ պետք է անի։ Եթե ես մարզիչ եմ եւ դիմում եմ ատեստավորման համար, հենց նույն վարորդական իրավունքի տրամադրման օրինակը ես միշտ բերում եմ, վարորդական իրավունքի համար պատրաստել կարող են շատ կազմակերպություններ, ովքեր բացվել են, կրթում են ապագա վարորդներին, բայց վարորդական իրավունքը տալիս է պետավտոտեսչությունը ընդունելով համապատասխան գործնական եւ տեսական քննություն։ Հենց նույն մեթոդը գործում է ուսուցիչների վերապատրաստման, ատեստավորման հետ կապված եւ այնտեղ շատ բան, նույն պաշտպանության նախարարության ատեստավորումն է, գործնական եւ տեսական մասով։ Կարծում եմ նմանատիպ ինչ որ մի մեթոդ պետք է կիրառվի եւ ամենակարևորը, իմ համար ամենակարևորը կրթություն տվող հիմնարկների ստուգումը եւ կրթություն տվող հիմնարկների դասախոսական անձնակազմի ստուգումը, որովհետեւ ես հավատացեք տեղյակ լինելով Հայաստանում կրթություն տվող բոլոր հիմնարկներում կատարվող գործընթացներից կարող եմ ձեզ վստահեցնել, որ զուտ դրամի դիմաց կարող ենք ունենալ սերտիֆիկատներ։ Սերտիֆիկատի հիման վրա չի կարելի տալ ֆիթնես մարզչի որակավորում։ Կարևոր թեմաներ են, որոնց անմիջապես դուք հղեցիք ձեր մեսիջը որպես ոլորտի պրոֆեսիոնալ պատասխանատու, որ զբաղվի պատշաճ եւ այդ ամբողջը կարգավորվի։ Հետևյալ հարցն եմ ուզում ձեզ տալ, Տիկին Կարապետյան, ինչպիսին է այսօրվա հայ սպառողը, այսինքն այս դեպքում ձեր սպառողը, մարդը, որը գալիս է մարզումների, ինչ պահանջներ ունի, հա, գալիս են, ասում են, միանգամից ուզում են գեղեցիկ մարմին, հա, ինչ որ աստղի նմանվենք, թե ինչպես գալիս են հասկանալով, որ երկար ծանր աշխատանք է, դա հեշտ գործ չէ։ Ճիշտ սննդակարգ, քրտնաջան աշխատանք, երկարաժամկետ հեռանկարում արդյունք, այս մասով ինչպիսին է մեր այսօրվա հաճախորդը, սպառողը։ Բնականաբար, բոլորի թիվ 1 հարցը ինչ ուտենք նիհարենքն է։ Երբ լսում են հակառակ պատասխանը, պետք է չուտել նիհարելու համար ընդամենը եւ ակնկալում են մեկ շաբաթում շատ մեծ արդյունք, ինչը էլի հնարավոր չէ, այ հենց ունենք այնպիսի մարզիչներ, ովքեր 1-2 շաբաթում շատ մեծ քաշի նվազեցման ինչ որ պրոպագանդայով են զբաղված, շատ մեծ արդյունքներ են ցույց տալիս, ի վերջո դա հանգեցնում է շատ լուրջ առողջական խնդիրների, որովհետեւ քաշի նվազեցումը չի կատարվում 1-2 շաբաթում, դա ջրի նվազեցման հետևանք է, դա աերոբ ածխաջրերի, սպիտակուցների ոչ միայն աերոբ եւ անաերոբ վիճակների եւ հետո սիրտանոթային համակարգի ծանրաբեռնում է, աղեստամոքսային համակարգի ծանրաբեռնում է, չի կարելի միանշանակ վերցնել եւ 1 ամսում ակնկալել ինչ որ աստղաբաշխական թվեր նիհարելու համար։
Սա նիհարելու մասով, բայց նաև նույն խնդիրը մենք ունենք քաշ հավաքողների դեպքում, հավատացեք, նրանք էլ շատ են, երբ որ պետք է անհրաժեշտ մկանային մասսա ձևավորենք մարդու մոտ, որովհետև հենաշարժողական ապարատի հենց նույն ողնաշարի խնդիրներ են, լուրջ խնդիրներ են առաջանում վատ մկանային կորսետի պատճառով, այսինքն չկա այն մկանային կորսետը, որը կարող է գրկել ողնաշարը, գրկել կմախքը, որպեսզի մարդը չունենա, ասենք նույն հենց մեջքի ցավեր, չգիտեմ, ոտքերի ցավեր, ճողվածքներ ողնաշարային եւ այլն։ Ոչ միայն ճողվածքները առաջանում են եւ պասիվ եւ ակտիվ դիրքերից, այնտեղ խնդիրները տարբեր են, դա բժիշկների գործն է, մեր գործը միայն այդ մկանային կորսետը ճիշտ հավաքելն է, ելի եմ կրկնում, համագործակցելով բժիշկների հետ պարտադիր։ Տեսեք, Տիկին Կարապետյան, եւս մի կարևոր հարց, որը շատ տեսանելի է։ Եվրոպական զարգացած երկրներում մենք տեսնում ենք 70 եւ ավել տարիքի մարդկանց, որոնք ամենօրյա ռեժիմով հաճախում են ֆիթնես ակումբներ, մարզվում են։ Մեզ մոտ չկա նման բան։ 40-ից բարձր կարծես չեն ուզում գնան։ Ինչու է դա պայմանավորված։ Այդ մշակույթի կրողը չենք դեռ, չենք հասել այդ կետին, թե ուղղակի մեր թոշակառուն չունի այնքան գումար գուցե այստեղ լրիվ ուրիշ հարց է գալիս, որ իրեն թույլ տա, կամ մտածում է, որ ես մեծ տարիքում չպետք է գնամ։ Եվ մենք տեսնում ենք տարեց տուրիստներ, որոնք ինքնուրույն 80 ավել տարիքի շրջագայում են, կյանքը վայելում են ու նաև մարզվում են նաև։ Մեր դեպքում ինչպես է հայկական մարզաշխարհում, այսպես ասած։ Մի քիչ ավելի սկզբին անցնեմ հարցի, Արա ջան, հենց երեկ Հայաստանում մեկնարկել է կարատեի միջազգային մրցույթ փառատոն, որտեղ մասնակցում են 10-ից ավելի երկրի ներկայացուցիչներ, ես երեք հրավիրված էի միջոցառման պաշտոնական բացման արարողությանը, հենց տեղի ունեցավ Վանաձորում, ինչը ինձ շատ ուրախացրեց, այնտեղ մասնակցում էին 80+ տատիկների թիմ, դուք պետք է տեսնեիք նրանց այդ կատաների կատարումը, կատայի համար քննություն հանձնելը, 70+, 80+, ես ապշած եւ սենց մեծ զարմանքով էի դրան նայում, թե մարդիկ ինչքան կարող են հետևել եւ խնամել իրենց։ Սա հարցի առաջին ավելի պոզիտիվ հատվածը։ Անցնենք երկրորդ մասին, ուրեմն երբ որ սկզբում մենք ֆիթնեսի հիմքն էինք դնում Հայաստանում, նույնիսկ ինքներս չիմանալով թե ինչ է իրենից ներկայացնում ֆիթնեսը, այդպես էնտուզիաստներ էինք, ընկերներ, ովքեր պատրաստ էին դուրս գալ, անվճար մարզել, որպեսզի հասկանան մարդու եւ մարզչի կոնտակտը, դուրս էինք գալիս համալիրի բակ, անվճար մարզում էինք մի քանի ընկերներով բոլորին ու դա դարել էր մեր առօրյան։ Հավատացեք, հենց այդ ժամանակից սկսած իրոք ձևավորվեց կուլտուրան եւ բոլորս էլ արդեն ֆիթնես կենտրոններում սկսել ենք տեսնել տարիքով մեծ հաճախորդներն ու 70-80 տարեկան կոնկրետ, այո, իմ պրակտիկայում շատ կան, իրենց մեզ մոտ բերում է ցավը։ Իրականում իրենց հիպոակտիվության պատճառով իրենց կյանք մտած ցավը եւ հետո բժիշկների ճիշտ ուղղորդումը այնքան կարեւոր է դա ճիշտ է նրանք էլ իրենց հերթին մտավախություն ունեն թե ֆիթնես կենտրոնում ինչ մարզչի կհանդիպի իրենց ուղարկած պացիենտը եւ պացիենտը արդյոք պացիենտից կդառնա ուղղակի հաճախորդ ֆիթնես կենտրոնի սա ամենակարևոր մասն է, բայց տենդենց արդեն բավականին մեծ աճով տեսնում ենք մենք։ Շատ լավ է եւ վերջում փորձենք ամփոփել, որովհետեւ մեր եթերային ժամանակն ավարտվում է, այ ինչ խորհուրդ կտայիք այն մարդկանց, որոնք ամեն անգամ ասում են վաղը կգնամ, մյուս օրը կգնամ, երբ կգնամ մարզվելու, ինչ անեն, վեր կենան աթոռից եւ գան բազկաթոռից վեր կենան եւ գան մարզվել։ Ինչ խորհուրդ կտաք, ունեք հնարություն եթերում ասելու, այ այնտեղ մեր շատ սիրելի ապագա մարզվողներ, ինձնից ձեզ խորհուրդ որպես պրոֆեսիոնալ, որպես մարզիչ պետք է մարզվել սկսենք հենց հիմա։ Հենց այսօր ու հենց հիմա, թեկուզ հենց տանը ձեր բազկաթոռին նստած։ Մարզվում ենք այսօր, որպեսզի առողջ լինենք վաղը։ Այսօրվա ձեր մարզումը վաղվա ձեր առողջ ներդրումն է։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։ Սիրով։